Շատ կարևոր է իմանալ, որ ստրեսայինի բուժումը հաճախ վիրահատական է։ Այդ ժապավեն կոչվածը որ պետք է տեղադրում ենք, տևում է 15-20 րոպե վիրահատության տևողություն եւ մյուս օրը պացիենտը սովորաբար դուրս է գրում հիվանդանոց։ Համար է արվում այդ։ Սովորաբար այո, վիրահատությունը նախատեսված է ինքը ժամանակավոր բնույթ չի կրում, հա։ Մյուս տեսակը, որը ուրգենտային տեսակն է, այնտեղ հակառակը վիրահատություն սովորաբար չի կատարվում, բուժվում է դեղերով։ Դեղեր, որոնք պետք է մի քիչ ճնշեն միզապարկին։ Այո։ Դեղերը, որոնք պետք է օգնեն, որ միզապարկը ուղղին ավելի լավ ենթարկվի։ Ոչ թե ինքը իր համար որոշի, որ պետք է դատարկվի, սկսի կծկվել եւ դատարկվել եւ առաջացնել մեզի ակամա արտահոսք պացիենտի մոտ, այլ ենթարկվի ուղղին, ինչպես որ նորմայում դա պիտի լինի։ Իսկ երրորդ տեսակի դեպքում, երբ որ կինը ունի եւ մեկը եւ մյուսը, մենք սովորաբար փորձում ենք մի հատ դեղերով սկսենք, այդ ուրգենտային կոմպոնենտը հանենք, տեսնենք տակը ինչ մնաց։ Եթե մնաց այդ ստրեսային կոմպոնենտը, արդեն ստիպված ենք էլի կամ ճեգելի վարժություններով կամ ժապավենի տեղադրմամբ։ Այսինքն առաջին этаպում հենց դեղորայքային բուժմանն եք նախապատվություն։ Եթե ուրգենտայինն է կամ խառն է, եթե ստրեսայինն է, այնտեղ դեղ նշանակելու իմաստ չկա։ Այո։ Որտեղ մեխանիզմը դեղի հետ կապ չունի։ Տարանջատելն է։